Հեքիաթ թե իրական։ Մեր կրուզային նավից դուրս եկանք, մի քանի քայլ արեցինք եւ ահա այս հեքիաթը։ Սա քաղաք է, որտեղ ամեն քայլը մի նոր բացահայտում է, իսկ գեղեցկությունը ամեն անկյան հետևում։ Քայլում ես քարապատ փողոցներով ու քեզ շրջապատում է ջրի ու քաղաքի համադրության այս հմայքը։ Մարդկանցից շատ հեծանիվներ, ջրանցքների վրայով կախված կամրջակներ, նուրբ ջրատարապետությամբ նեղ տներ։ Ամեն ինչ այստեղ ստեղծում է խաղաղ եւ միաժամանակ աննկարագրելի սիրուն մթնոլորտ։ Քաղաքի կենտրոնական փողոցներով շրջելով հասանք Դամ հրապարակ։ Գեղեցկություն։ Իսկ ովքեր ինձպես աղունիկներ շատ են սիրում, նախապես մի բոր ցորեն վերցրեք։ Դե հետո նավակով շրջեցինք այս ջրանցքներով։ Դա պարտադիր է, ու սա պարզապես փոսանք չէր, այլ քաղաքի իրական մթնոլորտը զգալու ամենագեղեցիկ ձևը։ Նայեք ջրանցքին հենված նեղ գունեղ այս տներին։ Կարծես հեքիաթից չլինե։ Զարմանալի մի բան։ Ջրանցքներում հենց նավ տներ կան, որտեղ մարդիկ են ապրում։ Այո, իրենց տունը հենց նավն է։ Եվ այդ նավ տնակներից մեկն էլ $1 միլիոն արժեր, պատմում էր մեր էքսկուրսավարը։ Կուզեիք նման տանը ապրել։ Այս քաղաքը նաև շոկոլադի սիրահարների քաղաք է։ Անպայման կայցելեք Թոնիս Չոկոլոնելի, այս գունավոր ու համեղ աշխարհը, բազմազան ու յուրօրինակ շոկոլադե սալիկներով։ Այս հեքիաթային քաղաքը Ամստերդամն է, մի վայր, որտեղ ուզում ես վերադառնալ նորից ու նորից։